Գործադիրը 3 միլիարդ 219 միլիոն դրամի վերաբաշխում է կատարել անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուների հոկտեմբերից դեկտեմբեր հետվճարի ապահովման նպատակով։ Ներկայի կարգավորումներով հետվճարը տրամադրվում է գործարքների գումարի 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամ։ Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։ Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է, արդեն մոտ ունենք 350,000 շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից եւ ունենք ամսական մոտավորապես 2-3% աճ։ Կառավարությունը հավանություն տվեց 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։ Կանխատեսվում է, որ հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի 11 տրիլիոն 933 միլիարդ դրամի, տնտեսական աճը կկազմի 5.4%։ Բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից 2 տրիլիոն 972 միլիարդը հարկային եկամուտներն է, ներկայացրեց ֆինանսների նախարարը, հավելելով նախատեսվում է, որ հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավի 0.4%-ային կետով։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության եւ ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր թվարկեց նախարարը։ Այդ թվում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը, կշարունակվի անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքը։ Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով օրինակ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3.3%-ից աճելու ենք 3.5% եւ առողջապահության նախարարության գծով 1.5%-ից աճում ենք 1.8%։ Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ եղել են շատ կարևոր նախաձեռնություններ, որոնք սակայն հաշվի առնելով առաջնահերթությունները դուրս են մնացել 2026-ի բյուջեի նախագծից։ Ես կխնդրեի, որ դուք նաև գործընկերների եւ մեր հանրության համար պարզաբանեք, թե 2026 թվականի ընթացքում ինչ նոր կարգավորումներ եք նախատեսում, որպեսզի այդ առաջնահերթ համարվող, սակայն բյուջեի նախագծում այս փուլում տեղ չգտած նախաձեռնությունները իրագործվեն։ Ունենք հավելված, որտեղ կդնենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել հիմնական փաստաթղթի մեջ ներառել եւ արդեն հաջորդ տարի ելնելով մեր ֆիսկալ հնարավորություններից եւ առաջնահերթություններից առաջնահերթորեն կանդրադառնանք այդ հավելվածում ներկայացված ծրագրերից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ տարբեր ոլորտներում կան ընդունված ռազմավարություններ եւ կարեւոր է, որ բյուջեն նաեւ դա սպասարկի։ Բյուջեն սպասարկում է ռազմավարությունները, արձագանքեց Վահե Հովհաննիսյանը։ Բայց բյուջեի շրջանակը ձևավորվում է հաշվի առնելով ամենասկզբից ֆիսկալ շրջանակը եւ ֆիսկալ կայունության հարցերը, որոշվում են այն ծախսային շրջանակը, որը կարող ենք մենք մեզ թույլ տալ այդ կայունությունը ապահովելու տեսանկյունից եւ հետո նոր նայում ենք, թե այդ ռազմավարությունների որ մասը կարող է բյուջեն սպասարկել, որովհետեւ կարող է այնպես ստացվել, որ բոլոր ռազմավարությունները սպասարկելու գնալու ճանապարհին որոշակի անկայունություններ ստեղծվի ֆինանսական առումով, հետեւաբար այս ֆինանսական սահմանափակումների հաշվի առնելը կարծում եմ էական է։ Պետք է պլանավորման աշխատանքներում հասնել նրան, որ ռազմավարությունները նախագծելու եւ հաստատելու փուլում հաշվի առնվեն սպասվող սահմանափակումները, նշեց փոխվարչապետը։ Այս փուլում մենք ստացել ենք բավականաչափ լավ բյուջեի նախագիծ, որը հասցեագրում է մեր
բոլոր այն հիմնական առաջնահերթությունները, որոնք ամրագրված են կառավարության ծրագրում, նաև մեծամասամբ հնարավորություն ստեղծելով, որ մենք ամփոփման հասցնենք կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հաստատված անելիքները։ Նախագիծը մինչև հոկտեմբերի 1-ը կուղարկվի ազգային ժողով։ Հաջորդիվ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 միլիոն եվրո վարկային միջոցներ բազմամյա ծրագրի, որը իրականացվում է 19 թվականից, երրորդ փուլն է եւ այն ունի երկու հիմնական նպատակ. ամրապնդել տնտեսական եւ ֆինանսական կառավարումը, մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ բարելավել ցածր ածխածնային եւ դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը եւ ֆինանսավորումը։ Ծրագիրն ունի միջամտության 3 հիմնական թեմատիկ բաղադրիչ, շեշտեց նախարարը։ Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում հանրային ծառայությունների արդյունավետ ու կայուն տրամադրման ենթակառուցվածքի ապահովման համար, պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում։ Արդարադատության նախարար Սրփու Իգալյանն էլ խոսեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում նոր լուծումների մասին։ Արդեն ամիսներ է, որ անհատ ձեռնարկատերերը կարողանում են գրանցումը իրականացնել օնլայն տարբերակով, ընդ որում օնլայն տարբերակով այս պահի դրությամբ նրանք ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ի տարբերություն այն դեպքի, երբ այցելում են ռեգիստր փաստացի գրանցումը իրականացնելու, առաջիկա 2 ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կապահովենք, որպեսզի այլ կազմակերպարիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց գրանցումը ևս լինի օնլայն հարթակի միջոցով։ Կառավարությունը հաստատեց նիստի օրակարգում ընդգրկված բոլոր 37 հարցերը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։